Կարծում եմ Սրբազանը դրա մասին բավականին մանրամասն ասել է, ես ավելացնելու բան չունեմ, փողոցային պայքարը չի դադարել, ավելի մեծ ծավալներով դուրս գալու եւ հետագա քայլերի մասին Սրբազան հայրը կարծում եմ մոտ օրերս կհայտարարի, կասի եւ դրան ավելացնելու բան չունեմ։ Պայքարը, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը այլ կարծիք ունի, նա կարծում է, որ չպետք է ընտրություններից առաջ գործողություններ փողոցային պայքար իրականացվի, այլ Բայց ես երբ եմ թողել, որ մի հատ եմ միանամ։ Չէ, Հայաստան դաշինքը նկատի ունեինք ոչ թե անձնապես դուք։ Հայաստան դաշինքն էլ միշտ պայքարի մեջ ա եղել, Ռոբերտ Քոչարյանը տենց չի ասել, խնդրում եմ ճիշտ մեկնաբանեք Ռոբերտ Քոչարյանի ասածները, Ռոբերտ Քոչարյանը հետևյալն ասել, ես կարծում եմ մի անգամ պետք է այս հարցը փակեք ու շարժվեք առաջ։ Ռոբերտ Քոչարյանը ասել է, եթե փողոցային պայքարի արդյունքում հնարավոր չլինի իշխանափոխություն անել, ուրեմն պետք է գնան ընտրությունների ճանապարհով, իսկ դա կարծում եմ դրանք լրիվ տարբեր բաներ են։ Իսկ մի րոպե, իսկ Հայաստան դաշինքը միշտ էլ ընդգրկված ա եղել փողոցային, սա շատ ծանրակշիռ, ես համեստորեն ասում եմ, շատ ծանրակշիռ մասնակցություն ունեցել փողոցային տարբեր պայքարներում եւ կարծում եմ դուք ինքներդ եք տեսել, որ Հայաստան դաշինքի падգամավորներն էլ, ոչ միայն ես, այլ նաեւ իմ գործընկերները շատ ակտիվ դերակատար են։ Բայց հիմա եթե պայքար լինի արդյոք դուք կմասնակցեք, լավ, միանել չասեմ, որովհետեւ միացած եք, կմասնակցեք այս անգամ, որովհետեւ դիքորոշումների կարծիքների տարբերություն կա։ Դրա մասին Հայաստան դաշինքը կարծում եմ հայտարարություն կանի, բայց նորից եմ կրկնում, Հայաստան դաշինքը որևէ մի կաշկանդվածություն չունի փողոցային պայքարում աջակցելու, առաջնորդելու, կարևոր դերակատարություն ստանձնելու, առաջին շարքերում լինելու համար։ Պարոն Դանիելյան, ինչու են որոշ ուժեր շատ խուսափում հենց ընտրությունների տարբերակին, ինչ մտավախություններ ունեն, ընտրություններով հնարավոր է իրենք չհաղթարեն, ինչն է խնդիրը, որ այսպես որոշ շրջանակներ բացառում են 2026-ին, բայց մենք Գյումրիում տեսանք ընտրություններով, որ հնարավոր եղավ, ինչպես դիմադիրներն էին պնդում ԿՊ-ին իշխանազրկել, ինչու են 2026-ին Տեսեք հարգելիս, ես հասկացա հարցը ինչա։ Տեսեք, եթե անգամ 21 թվականին հիմա խորհրդարանական ընդդիմադիր ուժերը, որ կան խորհրդարանում չմասնակցեին 21 թվականի ընտրություններին, այդ ընտրությունները չէին համարվելու ոչ լեգիտիմ։ Այսինքն, եթե այդտեղ մասնակցում է 25 ուժ, եթե 2, 3, 4, 5 կամ Հայաստան դաշինքն էլ չմասնակցի, դա չի նշանակում, որ այդ ընտրությունները համարվելու են ոչ լեգիտիմ եւ որևէ մի երկիր ասելու է, գիտեք ինչ, եթե այս դաշինքը չի մասնակցում, այս կուսակցությունը չի մասնակցում, ուրեմն այդ ընտրությունները չեղարկում ենք։ Մենք հետեւյալն ենք ասում ենք հարգելիներս, եթե այս process-ների արդյունքում չլինի, ես էլ կողմ եմ նրան, որ չբանը չհասնի ընտրություններին եւ ոչ միայն ես իմ գործընկերները, որ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, այսինքն ոչ թե առաջնորդությամբ, այլ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության ղեկավարը չլինի այդ ընտրություններին, որովհետեւ դա լուրջ ազդեցություն է ունենալու, որովհետեւ վարչական լծակներ, ապօրինություններ եւ այլ, այս մարդիկ պատրաստ են, այս չի որ իշխանությունները հեշտ ու հանգիստ թողելու են, որ ընտրություններում ընդդիմությունը հաղթանակ տանի։ Ես ավարտեմ միտքս, հարգելիս, ավարտեմ միտքս, բայց նորից եմ կրկնում, եթե մենք անգամ չմասնակցենք էլ, նորից էլի կրկնում եմ, կներեք ես կրկնվելու համար, այդ ընտրությունները մեկը համարվելու են օրինական։ Այսինքն որոշում կա արդեն որ մասնակցել եք։ Մենք հիմա այսօր այդպես ես լի ուրիշ բան եմ ասում։ Ճիշտ հասկացա, որ նորից եթե պայքարը վերսկսվի, Բագրատ Սրբազանն է առաջնորդելու, հետևաբար շարունակելու է ուժի մնալ, որ ինքն է վարչապետի թեկնածուն, ինչպես որ օրինակ նախորդ տարի մայիսին հայտարարվել էր։ Ուրեմն Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ ինքը շարժումը շարունակելու առաջնորդի, համենայն դեպս իմ անունից կարող եմ ասել, որ ես Սրբազանի կողքը կանգնել եմ, ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան, այն որ ասում են, որ տարաձայնություններ կա եւ այլն մեկ այդպես բան չկա, հակառակը մենք համատեղ աշխատանք ենք տանում այդ ուղղությամբ եւ ակտիվ ներգրավելու ենք այդ գործին, Բագրատ Սրբազանը ինքը պետք է որոշի այսուհետև ինքը հանդիսանում է թեկնածու, թե չէ իր որոշելի քաշնա։ Ես բան կա, հա, արկեր կա իր հետ կապ։ Դա այդ հարցին պետք է պատասխանի Սրբազան հայգերի փայլակ։ Մեկ տարի առաջ եւս գիտեք խորհրդարանական ընդդիմությունը եւ հայտարարում էր, որ impeachment-ի բոլոր օրենքներն էլ մի օր փոփոխության ենթակա են։ Այսինքն չկա տենց օրենք,
որը իմպերատիվ լինի եւ տարիներ շարունակ այդ օրենքը փոփոխության չի ենթարկվի, այսինքն ցանկացած պահի հնարավոր է խորհրդարանը նաեւ այդ փոփոխություններ անի, այսինքն փողոցը պետք է թելադրի, փողոցը կարա ազդի եւ այն դրույթը, որ ասում են իբր խանգարում է, որովհետեւ բացի այդ նաեւ սահմանադրական այսպես սահմանադրական օրենքի մասնագետներ, որ նեղ մասնագիտացված են, նաեւ այդ մարդիկ են ասում, որ անգամ այս պարագայում երկհաղաքացիության պարագայում հնարավոր է այդ տեխնատության առաջադրում, այսինքն հարությունը հիասթափված չի, 1 տարի առաջվա էներգետիկան, որ դարձել փողոցում ըստ էության ընդդիմությունը հերթական կամ տապալման տարավ։ Տեսեք, ես չեմ համաձայն չեմ ձեր ձևակերպման հետ, ընդդիմությունը չի տապալել, ընդդիմությունը այն չի, որ պատրաստի այդ 70-60 հազար մարդը դուրս էր եկել ու եկանք մենք էլ տապալեցինք, այդ շարժումը, ստեղծ մի րոպե, ոչ մեկին տուն չենք ուղարկել, եթե ուշադիր նայած ելնեք, ես եւ Սրբազան հայրը այդ օրերին հրապարակում ենք եղել, ոչ մեկին տուն չենք ուղարկել, տենց հայտարարություն չի եղել, թողեք միտքս եթե ցանկացողներ կան, որոնք որ ուզում են գնան, կարան գնան, մնացողները կարան մնան, իսկ կներեք, թողեք միտքս ավարտեմ, հետո այդ ամեն ինչին կանրադառնանք, թողեք միտքս ավարտեմ, ուրեմն այդ պրոցեսները սկսվել, գեներացվել եւ շարունակվել այդ աննախադեպ կարող եմ ասել աննախադեպ պրոցեսները որ եղել են, դա եղել է Սրբազան հոր առաջնորդությամբ, նաեւ մեր անմիջական մասնակցությամբ, մեր ներդրումով, այսինքն հենց այնպես չի եղել եւ շատերն ասում են որ այդ փոքր լոկալ կոնֆլիկտի համար այդքան մարդ փողոց դուրս չի գալ, մենք տեսանք որ դուրս եկավ նաեւ հավատալով, նաեւ հույսեր ունենալով, իսկ ինչ վերաբերվում է դրան հաջորդիվ պրոցեսներին, ես երեկ եմ ասել, հիմա էլ ասեմ, մենք եւ այդ օրերին ոչ մի օր, ոչ մի վարքյան փողոցից տունել չեն գնացել, չենք էլ հանգստացել։ Իսկ հաջորդ օրը, երբ որ մենք հանրապետության հրապարակում գիշերել ենք եւ ասել ենք, ով որ ուզում է կարա մեզ այդ գիշերի, ով որ ուզում է գնա տուն, բայց առավոտը գա եւ արդեն պրոցեսներին մասնակցի փողոցային անհնազանդության բան, ես նորից եմ կրկնում։ Այն ինչ որ մենք ունեցել ենք այդ պահին, այդ ուժերը ունեցել ենք, որ կարողացել ենք անել ինչ որ հնարավոր է եղել, ես էլ որոշակի հատվածի պատասխանատու եմ եղել, մարդիկ են եղել, որոնք որ խոստացել են այլ տեղեր կատարել անհնազանդության ակցիաներ, բայց այդ խոստումը չեն կատարել։ Հիմա հարց, չեմ ուզում ասեմ հետո։ Ես շատ փակագծեր չեմ ուզում բացեմ, օրը կգա, ժամը կգա, եթե պատեհություն կհամարի Սրբազան հայրը դրա մասին կխոսա։ Ես եթե թույլ կտակ, եթե այս ոճով շարունակենք, ձմռանը որտեղ ենք եղել, մենք ասենք, այս ձմռանը որտեղ ենք եղել, դե ասենք մենք դուք էլ լուսաբանել եք այդ մեր տարբեր այցերը, տարբեր աշխատանքները, մենք սեզոնային աշխատանք չենք տանում, եթե ուշադիր հետևում եք մեր աշխատանքներին, ամեն օր մեր աջակիցները հայտնվում են անազատության մեջ, ոստիկանական բաժանմունքներում, տարբեր ակցիաներ իրականացնելուց, կան երևացող եւ չերևացող պրոցեսներ, շատ ավելի լավ է, որ այդ չերևացող պրոցեսները արդյունքը կարևոր է, բայց պայքարն, ներդրումն, դա էլ է կարևոր, որ մարդը յուրաքանչյուր մարդ իրանից կախված ներդրումը կատարի 100%-անոց, այդ հալածանքներով, այդ ամեն պրոցեսներով մենք եւ մեր ընտանիքներն ենք ասում, մի րոպե ասեմ վերջ, մի րոպե ես ավարտեմ խոսքս, դուք ամեն օր մամուլում տեսնում եք, որ հետապնդվում են մեր ընտանիքի անդամները, մեր համակիրները, մեր աջակիցները, դա նշանակում է, որ մենք պայքարում ենք, որոշակի ժամանակահատված չենք հասել մենք մեր նպատակներին, բայց ես հուսով եմ, համոզված եմ, որ մենք հասնելու ենք նրան, որ այս ապիկար իշխանությունները ի վերջո հեռացվելու են իշխանությունից։